Այսօր հունիսի 3-ն է, ամռան առաջին հաղորդումը մենք նկարահանելու ենք Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն բնակավայրում, ասեմ, որ մարզում իմ ամենասիրած գյուղն է Նորաշենը։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Սիրելիներս, Նորաշեն անունով թաղամաս ունենք Երևանում։ Նորաշեն անունով գյուղ ունենք ոչ միայն Արարատի մարզում, այլ նաև Տավուշում և Գեղարքունիքում։ Եղեք տեղեկացված։ F-net Telecom-ն առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, խելացի լուծումներ ավելի հարմարավետ կյանք ունենալու համար։ Մանրամասների համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք fnet.am։ Ձեզ անհրաժեշտ է շտապ դեղորայք, զանգահարեք նշված հեռախոսահամարով և Emily Farm դեղատների ցանցը կանի առաքում։ Նորաշենի կենտրոնում գտնվող այս հուշահամալիրը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և 1946 թվականի Երկրորդ աշխարհամարտում զոհված հերոսների հիշատակին։ Աղջիկ ջան, մոռացել ես մենք ինչ համայնք եք ես գյուղ, չեմ հասկանում։ Աշոտ ջան, չարչարվել, ելակ եմ քաղել, տարդիր սեղանին, ես էլ մի քիչ գիլաս ուտեմ։ Ապրես, բայց շուտ արա, մենք գյուղ ենք, եկեք նկարենք, պրծի արի շուտ։ Բարև ձեզ։ Հարևաններից հավաստիք է։ Ինչպե՞ս եք։ Թուրի շապավոր։ Ահա։ Ես Արևիկն եմ։ Ես էլ Սեյրանն եմ։ Ուրախ եմ շատ։ Նորաշեն համայնքի ներկայացուցիչ։ Ես ու Աշոտը տրամադրություն չունեինք այսօր։ Ասացինք վերջ գնում ենք Նորաշեն, մեր տրամադրությունը բարձրացնենք։ Անմիջապես։ Ահա, որովհետև ես Նորաշեն գյուղը եւ Նորաշենում ապրող մարդկանց շատ սիրում եմ։ Երկար ժամանակ է մեր հաղորդումները նկարում ենք 2023 թվականից, արդեն 3 տարի կլինի։ Ոչ մի անգամ չենք եկել Նորաշենը նկարելու։ Իրականում մի գաղտնիք բաց է, Նորաշենը թողել էի, որ ամռանը նկարենք։ Հա։ Որ համ ժամանակը հերիքի, համ էլ շատ մարդկանց հետ շփվենք։ Ես ուզում եմ իմանալ, թե Նորաշենը որ թվականից գոյություն ունի։ Ինչքան ես գիտեմ, հորոպորոս տեղեն 90-ական թվականին գյուղապետի ինքն է հանել այս Նորաշեն համայնքի, ոնց ասած, տոհմածառը մոտ 140 տարի ունի գոյություն Նորաշեն գյուղը։ Այսինքն հիմնադրվել է մոտ 1870-ական թվականներին։ Ահա, 7 ընտանիք է եկել Խոյից։ Հա։ Խոյեցիներ, մենք Խոյի թորներ ենք, Խոյեցիների հետնորդներ ենք, 130-140 տարեկան երևի կրնի Նորաշեն համայնքը, 7 ընտանիք են եկել, 7 աղբեր են այս գյուղը, որ եկել են, սկզբից գնացել են Աբովյան, հա, ընդեղից իջել են, եկել են դեպի այս կողմ, տեսել են կարգին տեղա, հարթավայրա, նորմալ տեղա ու այդ 7 աղբերով, իրանց ընտանիքներով բնակվել են Նորաշեն գյուղում ու անուն դրել են Նորաշեն։ Այսինքն նոր շեն։ Նոր շեն, իսկ հարևան գյուղը Քաղցրաշեն, Քաղցրաշենը որ կա, Նորաշենն է իրանց ոնց որ սպոնսոր կանգնել, Նորաշենցիք են ընդեղ ու Մարտունուց եկել են, Քաղցրաշենն է առաջացել այն թվերին, Նորաշենը այդ մի քիչ վերև մեր գյուղի բնակիչներն են ընդեղ օգնել, որ իրանք գյուղ են կառուցել։ Քաղցրաշենից էլ տեղափոխվել են Նարեկ։ Ապրես, Նարեկ, կես բնակչությունը Քաղցրաշենցի է, կեսը Նորաշենցի է։ Այնտեղ է շատ ծանոթներ ունեմ, հարազատներ ունեմ։ Ձեզ հաստատ կճանաչեն։ Ինձ, որ ինձ գիտեն ամբողջ Հայաստանում եք։ Օ, շատ լավ։ Ուրեմն մեր հաղորդումը Թաթուլավոյանով, Սպիտակցի Հայկոյով, սա ես
42 տարի երաժիշտ եմ եղել, հարսանիքներ, կնքներ, ծանոթներ։ Ասենք ես դուրս էի գալի Արտաշատ, հայրում էի, գալիս էին բարև էին տալիս։ Վայ, բարև Սեյրան ջան, ախ, ասեմ, կներեք, չեմ հիշում։ Չես հիշում, բա այդ օրը այդ ինչ թվին մեր հարսանիքը, Ինչ էիք նվագում։ Սինթեզ էի նվագում այդ ժամանակ։ Բա հիմա։ Հիմա արդեն թարգել եմ 60-ը անցամ, ասեմ, всё։ Էլ չեք նվագում։ Չէ։ Լավ, գոնե սիրողական։ Չէ, արդեն 63 տարեկան եմ, արդեն 42 տարի ինչ արել եմ։ Հիմա չէ, արդեն զենքերս վայր դրեցի։ Բա հիմա ինչով եք զբաղվում։ Ինչով եմ զբաղվում հողագործություն, 2 թորնիկ ունեմ։ Իրանցով եմ զբաղվում ու նապաստակ եմ պահում։ Տղես օպերատոր, Համլետ Ռուշյանի ակադեմիան ավարտեց։ Համլետ Ղուշչյանի ակադեմիան։ Այո։ Մի րոպե, ես էլ եմ այնտեղ սովորել։ Մի տարի սովորել եմ։ Ի՞նչ է ձեր տղայի անունը։ Խորեն։ Արտուշյան Խորեն, կար Գարսոյան, իրեն։ որը գնաց Արսան կինո։ Իրենց կուրսում Լիաննա կար, լրագրություն էր սովորում ու ուզում եմ հիշեմ Քրիստինա Նազարյան։ Քրիստինան, հա, հիմա տելևիզորով դերասանուհի է դարձել։ Դերս ասում, պապա ասում, նայի մեր կուրսեցիա էլ է։ Ասում, բայց ձեր որ կուրսեցիա էլ է։ Ինչ է դերասանուհի։ Պետք է ռեժիսոր չէ լիներ։ Ահա։ Խորենին էլ եմ հիշում։ Լավ հիշում եմ։ Սև նիհար, բոյով։ Մի տարի իրար հետ այսպես ասած սովորել ենք։ Հա, ես դուրս եկա ակադեմիայից, ինքն էլ այդ տարի ոնց որ ավարտեց։ 15 թվին ավարտեց, չէ։ Երևի, գնաց բանակ եկավ, հա, կիսալ մնաց, գնաց եկավ, նորից շարունակեց։ Ես այնտեղ մի տարի եմ սովորել։ Դե ինձ հիմա ասեք, տեսնեմ, գյուղում ինչ խնդիրների եք ընդհանրապես բախվում։ Խմելու ջուրը պաստեանի է, որով կան ջուրն էլ փողը պետք է մուտես, որ ջուրը տան։ Նորմալ է այսինքն։ Նորմալ է։ Հա, Չեն բողոքում։ Իդեպ տեսա, որ Ազատավանով Ազատ գետը հոսում է։ Գիտեք, երկար տարիներ էր, որ այդ գյուղի տարածքում Այ հիմա ասեմ։ Հիմա ասեմ։ Զովաշեն 6-7 տարի առաջ այել է, որ ծաղիկից ջուր է թափել։ Ջրամբարը լցվել է, թափել է։ 6-7 տարի առաջ այել է։ Այդ 6-7 տարի ջրամբարը չի մացել ջուրը միջև վերջ լցվի։ Ճիշտ է, այս վիդեո եմ տեսել, որ այդ ծաղիկի միջից ջուրը արդեն թափվում է։ Ապրես։ Այն տարի 6-7 տարի առաջ որ ընդ նվագում էինք, գետը շատ ուժեղ էր։ Շատ ուժեղ էր։ Հետո անցած մյուս տարիների ընթացքում ջուրը իջավ։ Ասենք որովհան ջրի խնդրեմ կար, չէր հասցնում։ Այս ինչ լավն է ելակը։ Շատ համով է։ Ապրեք։ Նորաշենին։ Պարոն Սեյրան, հիմա մենք գտնվում ենք ձեր հարևանի տանը, չէ։ Այո։ Ահա։ Տանտիրոջ անունը Ռոման է, ու նա իր մտքերը հանձնել է թղթին։ Ես ցանկանում եմ կարդալ նրա գրածներից։ Ինքը չի ցանկանում նկարահանվել, բայց գոնե կարող ենք իր գրածները կարդալ, ճիշտ է։ Ուրեմն, հերվից գալիս է մի գյուղացի, ձևանում է տեղացի։ Ասում եմ, այ գյուղացի, մի նեղացի, դուք հերվից էլ եք գյուղացի։ Խորիմաստ միտքը։ Ես բան չասեմ։ Տխուր պարկած ես ընկել էի մտքերով, խորացել էի ճակատագրիս հետքերով։ Ժամանակս ինձ տրորեց ոտքերով, ես կախվեցի փրփուրներից ձեռքերով։ Ապրեք։ Այսինքն իմ հարևանը գրող է, ես խաբար չեմ։ Հա։ Գրող հարևան ունեք, դուք տեղյակ չեք։ Բա։ Բա։ Ընդհանրապես Նորաշենում ոնց եք հարևանություն անում։ Այսենց, ոնց տենում եք։ Մեկս մեկով ապրում ենք։ Դա շատ լավ է։ Հարևանին պետք է օգնի, միշտ։ Եթե հերու բարեկամը, եթե մի հատ պահ է լավ, մինչև զանգեմ իմ հերու բարեկամը հասնի, իմ հարևանը կողքից կանգնած է։ Հարևանի հետ պետք է լավ լինես։ Կարող եք գնանք ձեր տուն։ Անպայման։ Գնանք ձեր տիկնոջ հետ խոսենք։ Գնացինք։ Բռնի։ Բարև ջագար։ Չի կծում, չէ։ Չէ, Բող։ կաթա ուտում։ Ինչ է քո անունը։ Ինչ կա չկա։ Վերնագիր է տասա։ Ոյ, շատ լավն է։ Վերնայինք։ Կարող է փախնեն։ Չէ։ Դուք որ գույնի ճագարն եք սիրում։ Դեղին։ Մոխրագույն։ Դեղին։ Ահա։ Իրան։ Իսկ մոխրագույնն է, չէ՞, համարվում։ Օխ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լուսինեն դուք եք։ Այո, Ուրախ եմ շատ։ նմանապես հաճելի է ձեզ հետ ծանոթանալ։ Դե ասեք, տեսնեմ ոնց եք, ինչ կա չկա, ոնց է կյանքը Նորաշենում անցնում։ Մարդիկ զբաղվում են հիմնականում խաղողագործությամբ, որոշները ունեն ելակի արտեր, զբաղվում են ելակագործությամբ, ասեմ թե ելակ
մշակելով։ Զբաղվում են անասնապահությամբ, բայց շատ քչերը, որովհետև հիմա գիտեք, որ դժվար է անասուն պահել, որոշ տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ։ Մարդիկ իրենց հոգսերով են զբաղված, ժամանցի կենտրոնները քիչ են, ունենք փոքրիկ սենյակ, ասեմ երևի, փոքրիկ սենյակ է, որտեղ տարեց մարդիկ, մեծահասակները երեկոյան նստում են, զբաղվում են իրենց սիրած զբաղմունքով։ Նարդի են խաղում։ Հա, շախմատ են խաղում, նարդի են խաղում, նմանատիպ բաներով են զբաղվում։ Նորաշենին, այսպես ասած, գեղեցկություն է պարգևել ու ճանաչում է տվել Ատլանտիսը։ Այո, ունենք Ատլանտիս, ինչպես է կոչում, ժամանցի կենտրոն, զբաղվում են երեխաները, լողում են, ունենք երաժշտական դպրոց, հանրակրթական դպրոց։ Դուք դպրոցում աշխատել եք։ Հա, ես դպրոցում աշխատել եմ որպես ուսուցչուհի, սկզբում գրադարանավարուհի, հետո նոր ուսուցչուհի։ Դասավանդել եք գրականություն։ Եկեղեցու պատմություն եմ դասավանդել։ Իսկ հիմա չեք աշխատում դպրոցում։ Չէ, մի քիչ խնդիրներ են առաջացել, առողջական խնդիրների պատճառով հիմա չեմ աշխատում, տանն եմ։ Տրանսպորտից գոհ եք, ընդհանրապես տրանսպորտից օգտվում եք։ Ես չեմ օգտվում, ճիշտն ասած, բայց այս տարի ես գիտեմ, որ ուսանողների համար հատկացվել է հատուկ ավտոբուս, որտեղ երեխաները անվճար գնում են Երևան, ետ են գալիս, շնորհիվ մեր գյուղապետի։ Այս հարցը լավ է կազմակերպված, ինձ թվում է, երեխաները օգտվում են տրանսպորտից։ Տեսնես Երևան Նորաշեն, Արտաշատ Նորաշեն, երթուղիները ոնց են աշխատում։ Ես չեմ օգտվում, ճիշտն ասած, բայց գիտեմ, որ լավ է աշխատում։ Ամեն 45 րոպե անց լինում է Արտաշատ գնացող ավտոբուս։ Բայց Երևանը կարծեմ քչացրել են։ Հա, Ամեն օր երկու անգամ, ինչքան գիտեմ Նորաշենից գնում է Երևան, երկու անգամ առավոտը, երկու անգամ էլ երեկոյան Երևանից ետ է գալիս Նորաշեն։ դրա մասին ճիշտն ասած ես տեղյակ չեմ։ Այսինքն օրվա մեջ կապ չի պահպանվում Երևանի հետ։ Պետք է մարդիկ տաքսի վերցնեն կամ գնան Արտաշատ, որ Արտաշատից գնան Երևան։ Դա ուրեմն խնդիր է։ Հա, մենք դա ոնց կլինի։ Թորնիկներին եք պահում։ 2 թորնիկ ունեմ, մի թորնուհիս մանկապարտեզ է գնում, մեկը դեռ 7-8 ամսեկան է։ Գյուղի ավանդույթների մասին ինչ կասեք, դուք այստեղ հարց եք եկել, թե։ Չէ, այստեղի աղջիկ եմ, այստեղ էլ ամուսնացել եմ։ Հա, ավանդույթների մասին կարող եմ ասել, որ առաջ շատ էինք, ասենք, թոնրով այդ լավաշ պատրաստելը շատ հետաքրքիր էր, ես անգամ կարոտել եմ, այդ հարևաններով հավաքվում էինք, հա։ Ամեն մեկը իր ոնց են ասում, խմորը բերում էր, հա։ Չէ, հիմնականում մեկն էր անում, այն մյուսը օգնում էր, կամ նրանից հետո գաթա էին պատրաստում, թոնրագաթա, հետաքրքիր էր անցնում, առաջ ավելի հետաքրքիր էր իմ կարծիքով, ավելի շփումը շատ էր մարդկանց հետ, հիմա ավելի մարդիկ հոգսաշատ են, ճիշտ է, ամեն ինչ կա, ամեն ինչից օգտվում են, բայց այդ բացակայում է միմյանց հետ շփումը, Ես մտածում էի, որ գյուղերում շփումը պահպանված կլինի։ Որոշ չափով պահպանվել է, չեմ ասում, որ լրիվ անցել է, որոշ չափով պահպանվել է, դեռ կա, բայց հիմնականում պահում են մեծերը։ Տարածքում ունեք հարևաններ ձեր տարիքի, որ միասին սուրճ խմեք։ Հա, հորեղբորս ընտանիքն է այստեղ, մի 2 տուն են կողմ է, հա, իրենց հետ եմ շփվում։ Հիմնականում ես եմ գնում, իրենք ծանրաբեռնված են, հող ունեն, մեծ խաղաղագործությամբ են զբաղվում։ Տիկին Լուսինե, շատ շնորհակալ ենք այսքան ջերմ վերաբերմունքի համար։ Ռոմանը ասաց, որ չախուբիլի է պատրաստում, կյանքում չեմ փորձել, ու մեզ հրավիրեց իրենց տանը հաց ուտելու։ Մինչև ուտելիքը կաբաչկայի կոտլետներ կպատրաստեմ ձեզ համար, մինչև դուք կգաք։ Ահա, շատ լավ, դուք էլ կոտլետ պատրաստեք, ամենայն դեպս գնանք էլի բնակիչների հետ շփվենք ու ետ գանք ձեր թաղամաս։ Մի բան ավելացնեմ, կարելի է։ Ուրեմն ես կուզենայի, որ նախկին ավանդույթները շարունակվեր եւ կառուցվեր կուլտուրայի տուն, ժամանակին եղել է կուլտուրայի տուն, մենք դպրոց են գնացել, ես շատ հիշում եմ, միջոցառումներ էր կազմակերպվում, մենք այնտեղ միջոցառումներին մասնակցում էինք, նմանատիպ ինչ-որ բան է պետք, մեծ թեկուզ փոքրիկ կուլտուրայի տուն լինի, որտեղ երեխաների համար ժամանցի կենտրոն կլինի, երեխաները նույնպես կմասնակցեն այդ ժամանցին եւ հետաքրքիր կացնի իրենց օրը ավելի։ Որոշ բաներ արվում է, շատ բան է արվել գյուղում,
փոքրիկ այգի է կառուցված, որտեղ ծառեր են տնկվել, ծառատունկ է եղել, կարուսելներ են երեխաների համար։ Երեխաները գնում են այգի, այնտեղ իրենց ժամանցը անցկացնում են, բայց այդ կուլտուրայի տունն էլ կուզենայի։ Մտածեք այդ մասին։ Հələ արի մոտ ես։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ, Ինձ ճանաչում ես։ Արևիկ, Այո։ Քո անունը ինչ է։ Միլենա, Ուրախ եմ շատ։ Ինձ սպասում էի ձեր գյուղում։ Հա։ հա, Հա։ Ինչ լավ է, տեսար Աշոտ, ինձ երեխեն ճանաչեց։ Բա ո՞նց ստացվեց, որ ճանաչեցիր։ ես տելևիզորով նայել եմ, Ինչ ես նայել, Միլենա։ որ դու գնացել եք գյուղ, այնտեղ են երգում են գյուլեր, Այնտեղ են երգում էր։ Ինչ էր երգում։ լելեշո երգել էր, Քելեշո։ Հա, քելաշո լոլոլոլո։ Այ քելաշո։ Հա, այդ ժամանակ գնացել ենք Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղ։ Բա, քանի տարեկան ես դու։ 7, Ինչ ես անում, ինչով ես զբաղվում այս շոկ եղանակին։ հելում ենք, խաղում ենք, Ինչ եք խաղում։ փախկվածի բալեբոլ, որսոբադեր, Քո տարիքի էլի երեխաներ կան փողոցում։ են երեխեն, Ուրա։ են, Անունը ինչ է։ Յանա։ 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 Յանա, արի էստեղ, արի։ Ամինա։ Հələ ցենտուր։ Ամինա։ Արի։ Արի տեսնենք ո՞նց ես։ Եկեք երեխեք, եկեք հավաքվեք էստեղ։ Մի հատ տեսնենք ո՞նց եք, ինչ կա չկա։ Ինչով եք զբաղվում գյուղում։ Կյանքը Նորաշենում ո՞նց է անցնում։ լավ, Լավ է անցնում։ Դե ասեք տեսնեմ ամառային արձակուրդը ո՞նց եք վայելում։ Շատ լավ։ Դու, Յանա, ինչով ես զբաղվում ամռանը։ Ամեն ինչով ու հունիսի 15-ին է իմ ծնունդն է։ Քանի տարեկան ես դառնալու։ 11։ Հա, դեռ չեմ շնորհավորում, քանի որ գիտեք, չէ, ծնունդից առաջ չի կարելի շնորհավորել։ Դե ասա տեսնեմ ինչ ցանկություն ունես, ինչ երազանք ունես, ինչ նվեր ես ուզում ստանալ։ Ոչ մի ամեն ինչ ես ունեմ։ Ահա, լավ, նվեր չես ուզում ստանաս։ Չէ, ասա, կարող է հյուրերը մեր հաղորդումը նայեն, քո ուզած նվերը առնեն, բերեն։ Հա, ասա։ Եղել ոչ մի վեր չեմ ուզում։ Հեռախոս ունես։ Ինչ հեռախոս է։ Samsung A04 ես։ Գոհես։ Հա, iPhone պետք չի։ պետք է։ iPhone 17։ ես ուզում եմ, Ուզում ես, քո ծնունդը երբ է։ դեկտեմբերի 4-ին, Դեկտեմբերի 4-ին Միլենայի ծննդյանը հենց գաք, անպայման iPhone 17 կբերեք։ Եթե ավելի նոր մոդել լինի, դրանից կբերեք։ Նատ, հլարի, բայց ավտոյի տակ չընկնեք, երեխեք։ Ահա։ Թաղամասի ակտիվիստն է։ Մենք ենք։ Ավտոյա գալիս։ Հա։ Արի, Նատ, արի, զգույշ ավտոն անցնի նոր արի։ Բարև։ Ո՞նց ես։ Ինձ ճանաչում ա Միլենա։ Հա։ Հա։ Ինչ է իմ անունը։ Չասեք երեխեք, չասեք, տեսնենք գիտի։ Վանա, Այն որ տաքացնում է։ Ապրես։ Արի ես կողմնատ։ Քո անունը Նատալի թե Նատալիա։ Նատալի, շատ սիրուն անուն ունես է դու։ Երեխեք, բակային խաղերից ամենաշատը որ խաղն եք սիրում։ Փախկվածի։ Պահկվոցի։ Որտեղ եք բա պահկվում ընդհանրապես։ Այս հատվածներում։ Հա։ այն վերջի հատվածները, Ամառային արձակուրդների ժամանակ ինչ գրքեր եք կարդալու։ ես կարդում եմ հեքիաթներ, Ինչ հեքիաթ։ ռուսերեն, Հովհաննես Թումանյանի գիրք, Ապրես։ Բա դու ինչ ես կարդալու։ էլի գրքի տոնի է նվիրած գրքերը, Քեզ գիրք են նվիրել։ Հա, որ դասարանում ես սովորում։ երկրորդ, ինքը առաջին է, հիմա փոխվում է երկրորդ, Փոխվեց երկրորդ դասարան։ Ահա։ Դու ինչ ես կարդալու։ Աստվածաշունչ։ Օ, մեծերի Աստվածաշունչ թե փոքրերի։ Մեծերին էլ, փոքրերին էլ։ Ընթերցում եմ։ Յուրաքանչյուր մարդ պետք է Աստվածաշունչը պարտադիր կարդա։ Գովելի է։
քո արարքը, շատ ապրես։ Ես կցանկանամ, որ քո հասակակիցները, երբ որ մեր հաղորդումը նայեն, քեզնից օրինակ անպայման վերցնեն ու ամառային այս 3 ամիսները օգտագործեն ինքնակրթվելու, զարգանալու համար, որովհետև մեր հայրենիքին պետք է խելացի սերունդ։ Իսկ խելացի դառնում են Աստվածաշունչ ընթերցելով ու գրքեր ընթերցելով։ շատ ճիշտ ես։ Ռուսաստանից ես եկել, հանգստանալու։ Հա, էլի գնալու ես Ռուսաստան։ Բա որտեղ ավելի լավ հայրենիքում ապրելը, թե օտար երկրում ապրելը։ Այստեղ էլ ու այնտեղ։ Եկեք միասին վերլուծենք։ Նորաշենում ինչ կա չկա։ Միջնակարգ դպրոց կա։ Մանկապարտեզ Կա։ Ընկեր Լիդիայի տնօրինությամբ։ Քոլեջ կա։ Ահա։ Դպրոցի հարևանությամբ։ Այնուհետև բուժամբուլատորիա կա։ Երաժշտական դպրոց ունեք։ Այնտեղ տարբեր գործիքների վրա երեխաները սովորում են նվագել։ Դուք չեք այցելում երաժշտական դպրոց։ Ես այդքան Նոր ես գնալու։ Ինչ ես նվագելու։ դաշնամուր։ Ապրես։ Հիմա եկեք հասկանանք Նորաշենում ինչ չկա, որ կցանկանեք լիներ։ Ձեր կյանքը, ձեր մանկությունը ավելի լավ անցկացնելու համար։ Միլենա, ինչ կուզեիր, որ Նորաշենում լինի, կառուցեն ձեզ համար։ Խաղահրապարակ։ Լիքը խաղասարքերով, չկա երեխեք։ Հատուկ Միլենայի համար Նորաշենում կկառուցեք մեծ խաղահրապարակ։ Շատ խաղասարքերով, որ Միլենան առավոտից երեկո այնքան խաղա հոգնի, այնքան որ ինտերնետ չմտնի, ինտերնետով չզբաղվի։ Դու, Յանա, ինչ ես ուզում որ լինի Նորաշենում։ Սրճարաններ։ Սրճարաններ։ Կոչ ենք անում Նորաշենի կենտրոնում կառուցեք սրճարաններ։ Թե մանկական, թե մեծերի համար։ Դու։ Ես էլ խաղահրապարակ։ Ահա, քեզ չասի կասես շորի խանութ։ Ասա ուզում եմ շորիկի խանութ, փափսեն։ Կոշիկի։ Կոշիկի, խանութ։ շորիկի Շորիկի խանութ։ Ահա, Յուբկայի խանութ։ յուբկայի խանութ։ Նորաշենում բացեք կոշիկի, շորիկի խանութ։ Լավ է։ Որ էլես երեխեքը չհասնեն Արտաշատ կամ Երևան։ Ես Հա? Արտաշատից եմ գալիս։ Բա շորիկներ առնելու նպատակով էիր գնացել։ Բա այդ մասում։ Ահա։ Բա դու ինչ ես ուզում որ Նորաշենում լինի։ Համերաշխություն։ Ոնց եք Վերգուշտատի։ Փառք Աստծո, լավ, վատ չի, Առողջականը ոնց է։ չէ, առողջական չունեմ, աչքս ընդհանրապես չի, տաս ցույց տալի, գլուխը գլխից ցավն էլ կա, Սուրճ խմել եք։ հա, Չի անցնում գլխացավը։ չէ, Բժշկի գնացել եք։ չէ, Բա ինչի չեք գնում։ ես չեմ գնացել, Բժշկի այցելությունը, դեղորայքը որ նշանակում է, ամեն ինչ անվճար է։ Դրա համար պետք չի գումար ունենաք։ Գնացեք, ստուգվեք, թող բժիշկը նայի ձեզ, դեղորայք նշանակի, օգտագործեք, առողջ եղեք։ Ձեզ պետք է գլխացավով ապրելը։ հենց գլխացավով էլ ապրում եմ, Չէ, կգնաք Արտաշատ, անպայման, մի գցեք ականջի ետև։ Լավ։ Հենց վաղը կարտնանա կգնաք Արտաշատ բժշկի։ Տեսեք, հայի խասյաթա։ Դանակը մինչև ոսկորին չի հասնում, չի այցելում բժշկի։ Բոլորս էլ այդպես ենք։ այդպես ենք, Մեր առողջությունը կորցնում ենք, հետո ասում ենք, ժամանակին խելք ունենենք, շուտ կգնայինք բժշկի։ Վերգուշտատի, դուք Նորաշենի աղջիկ եք, թե հարս եք եկել։ չէ, նորաշենի աղջիկ եմ, Նորաշենում էլ ամուսնացել եք։ այո, Վայ, բա ոնց է այդպես ստացվել, գոնե վերին Արտաշատ գնայիք հարս։ չէ, ստեղ ուզողելավ, կեսուրս եկավ, ես ուզում եմ եկել, ծեզից ուզեց, Են թվերին կիսուրներ, չէ ուզում հարսին։ կեսուր եմ ուզում, հա, Քանի տարեկանում են ձեզ հարս տարել։ չեմ կարաս, Չեք հիշում։ չեմ հիշում, Լավ, գոնե 18 կայիք։ հա, ավել կայի, Հարևանություն անում եք, թե այդքան չէ։ այդքան չէ, ես առաջ հա, Բնական գազ ունեք, չէ։ հա, բնական գազ, Գազը ունեք, լույսը ունեք, ջուրը ունեք։ ամեն ինչ էլ ունենք, փառք Աստծո, Վերգուշտատի, ջանի, Միլենան ձեր թորնիկն է։ հա, ես թորնիկ սա, Քանի թոր ունեք։ երկու, Հա, երկու, Մեկը ես, մեկը Մոնտե։ Մոնթեն։ հա, Ինչ լավ անուն եք դրել։ Մոնթե։
Հիմա Միլենան ուզում է երգ նվիրի մեր Հայաստանի բնակիչներին։ Մեր հայրենի գազոտանքը, որ ապրել է դարս, իր որդիկը արկաչում է, ազատանքը Հայաստան, իր որդիկը արկաչում է, ազատանքը Նորաշեն։ Հայերբայր քեզ մի դրոշ, որ իմ ձեռքով գործեցի, գիշերները ես քունչեղա, արտասուքով լվացի, գիշերները ես քունչեղա, արտասուքով լվացի։ Բարև Դավիթ։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Նորմալ չես շոքում։ Վայ։ Ես արդեն արևի տակ կեսմարդ դարձա։ Ինչ կա չկա Նորաշենում։ Լավ։ Ամեն ինչ լավ է։ Այս ավտոն հա ինչ լավ է, չի գա մեզ խանգարի։ Դավիթ, ինչ կպատմես ինձ Նորաշենի մասին։ Ինչ գյուղ է Նորաշենը։ Լավ, սիրուն։ Լավ լիքը տեղեր կան։ Ամեն օր եղել մենք բան են գալի երեխաների հետ տղերքով։ Այդքանը։ Որտեղ եք գնում ժամանակ անցկացնում։ Դաշտերը Որ դաշտերը։ մեր։ Գյուղի դաշտերը։ Իսկ ընտանիքի անդամներին հողագործության մեջ օգնում եք։ Ինչ եք մշակում դուք։ Գնում էինք ծառեր, ծիրանը։ Այդքանը։ Սիրում ես հողագործությամբ զբաղվել։ Որ մեծանաս ելիք շարունակես հողի հետ աշխատել։ Այո։ Եթե դու լինեիր երկրի ղեկավար, ունեք Նորաշենում ինչ կկառուցեիր առաջին հերթին։ Եկեղեցիներ, լիքը տներ, Լիքը տներ ինչի համար։ մարկանց համար։ Որպեսզի տարբեր բնակավայրերից գան 4000 բնակչություն ունեցող գյուղը դառնա 10000 բնակիչ ունեցող գյուղ։ Այո։ Այսինքն բնակիչների Քանակը քանակը շատանա։ շատանա։ Ահա։ Սիրում ես որ գյուղում երուզերա լինում։ Այո։ Մարդաշատ է լինում։ Ձեր գյուղը գիտես, չէ՞, հենց այդ գյուղերից է, որ մտնում ես ու կյանք կա գյուղում։ Աշոտ, գիտես ինչ եմ մտածում։ Եթե սոված մարդիկ գան Նորաշեն, կուշտ կգնան այստեղից, ասա ինչի։ Ինչի համար։ Այնքան գիլաս կուտեն, որ Հա, դու շատ աստեղ։ Արիկ ել։ Արևիկ, մի հարց տամ էլի։ Ասա Միլենա ջան։ Արտաշատցիները քծիպ են։ Վայ, չէ, արտաշատցիները շատ հյուրասեր են, ով որ այդպիսի բան է ասել, սխալ է ասել։ Երեխեք, գիտեք, ես ձեզ համար F-net-ի փուչիկներ եմ փչել, որպեսզի սրտանց նվիրեմ ձեզ։ Մամատ կանչում էր, Նատա, գնա։ Իսկ Կարիցին։ խնդրեմ, իսկ F-net-ից օգտվում եք, երեխեք։ Այո։ Լավ կապա։ Ապրեք։ Աշոտ, մատուրը տեսար, ես էլ տեսա, բարանց մոմ վարելու, ոնց մատուրի կողքով անցնենք անտարբեր։ Չեն կարող, դե արի մտնենք մոմ վարենք, արի։ Գիտես չէ, գլխարկդ պետքա հանես։ Այո, շուտ։ Հա, գիտեիր այդքանը։ Հավորդ եկեղեցի ենք մտա, չես տեսել որ հանում եմ նոր։ Այսի շնորհքով երիտասարդ ես, Աշոտ։ Ես ուզում եմ մոմ վառել, Աշոտ ջան, մեր հայ ժողովրդի համար, որ մարդիկ մի քիչ բարիանան։ Այդքան ասում ենք, կյանքը մի անգամ է տրվում, նորմալ ապրեք այդ կյանքը, բարի ձևով ապրեք այդ կյանքը։ Մոմ եմ վառում, որ Ջեկոս ետ գա, եկան իմ շունիկին տարան, ասում են հաչում է մարդկանց վրա, նեղություն է տալիս, Երևանի քաղաքապետարանից եկան տարան։ Հիմա ես պահանջում եմ, որ իմ շունիկին ետ վերադարձնեն։ Ջեկոյս համար եմ նաև աղոթում։
Ջեկո, արի։ Արի ծանոթանանք, արի։ Արի, մի փախի։ Ջեկո, արի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև Սիրուն ջան։ Ո՞նց եք։ Լավ ենք, Արևիկ ջան։ Եկեք ծանոթանանք, դուք ճիշտ է ինձ ճանաչում եք, բայց ես ձեր անունը չգիտեմ։ Թամարն եմ ես։ Ահա, դուք Տիկին Թամարն եք։ Այո։ Դուք։ Ես էլ Տիկին Կարինեն եմ։ Ահա, ես շատ ուրախ եմ։ Մենք էլ ենք ուրախ։ Դուք չեք պատկերացնի, ես Նորաշեն գյուղը ինչքան շատ եմ սիրում։ Իմ ամենասիրած գյուղն Արարատի մարզում։ Իրոք սիրելու է մեր գյուղը։ Ժողովուրդը Ժողովուրդն էլ շատ լավ է։ համախմբված, լավ, ամեն ինչով լավ են Ազիզ ջան։ 3 տարի մենք հաղորդումների նկարում ենք։ Մենք հետ նայում ենք։ Գիտեմ, ապեք։ Շատ ուրախ, հաճելի։ Ասում եք, Արևիկը չի։ Հա, իրոք, ասում եք մեր Արևիկն է։ Այո, ձերն է, որովհետև ես գիտեք, Արարատի մարզը ինչքան շատ եմ սիրում։ Հա, բոլոր գյուղերն էլ այցելում եք, նայում ենք։ Շատ քիչ գյուղ է մնացել, մոտավոր մի 20 գյուղ 96-ից։ Ես Նորաշենին առանձնահատուկ տեղ եմ տվել, ասում եմ Նորաշենը ուրիշ գյուղ է։ Մեր կյանքը շատ լավ է։ Ահա։ Բայց բերք ու բարիքը ժողովուրդը չեն կարող նորմալ տիրապետ են։ Որովհետև հիմա Շատ լավ տիրապետում են, այ հիմա մի քիչ վիճակը այնչի, այ հիմա, թե չէ մինչև այդ շատ լավ ա եղել էլի, հիմա այդ էլ երևի մի քիչ պրոբլեմներ կա կանցնի, դժգոհ չեն ժողովուրդը։ Այս դրսի հետ կապված է։ Թե չէ ժողովուրդը շատ լավ մշակում են, շատ լավ աշխատող ժողովուրդ են։ Աշխատող են շատ։ իմացանք, որ այստեղ խաղողագործությամբ են զբաղվում, ելակ են։ Այգեգործությամբ ամեն ինչով ու աշխատող են, մեր ժողովուրդը շատ աշխատող են։ Հարևանությունը պահպանում եք։ Հա։ Դուք հարևաններ։ Հարևանների համար ազիջան։ Ամեն երեկոն հենց որ արդեն շենքի հովը գալիս աստեղ, մենք հավաքվում ենք, նստում ենք։ Ինչ ես եկես դե Ազիջան։ Ոյ, փրչոտելա։ Պիտի աղջի թորնիկս գա, որ տանի մազերը մաքրե էլի։ Տղա է, թե աղջիկ։ Տղա է, տղա։ Բայց Ասում շատ եք, այստեղ հարևանությունը լավ պահպանում Հա, է։ լավ հարևաններ ունենք, շնորհքով նվիրված, մարդամոտ, հյուրասեր, բոլորն էլ լավ են, ոչ մեկից դժգոհ չենք։ Իրոք շատ լավ են մեր հարևանները։ Հասնող իրար, այնպես բան չկա, որ ինչ որ մի բան պրոբլեմ էլի, ինչ որ մեկը մեկին չհասնի։ Այսպես բան չկա։ Այո, նաև նկատեցի, որ ձեր գյուղը այլ գյուղերից տարբերվում է։ Ասիկ ինչո՞վ։ Ազիջան։ Իմ աչքում մաքրությամբ։ Մաքրությամբ, այո, շատ։ Փողոցում ես մի հատ աղբ չտեսա։ Մեքենաները տանում Աղբը են։ մեքենան ամեն շաբաթ գալի հավաքում Չէ, է։ գիտեք ինչ աղբ նկատի ունեմ։ Այն որ երեխեն մի հատ հյութ խմի, շպրտի շիշը։ Չէ, Հավաքում է։ Ամեն մի ծնող իր երեխային ասում է, որ չի կարելի ստեղ գցել։ Ժողովուրդ, ուզում եմ իմանալ, ինչ որ մի բանից դժգոհություն կա գյուղում, կարողանեմ ձեզ օգնել, հարցը բարձրաձայնել։ Ինչ դժգոհություն ունենք, Ոչ որ մի դժգոհություն էլ չկա։ փողոցները սաղ ասֆալտապատած այս տարի մեր իշխանությունը կազմակերպեց արին, 30 տարի մեր գյուղը ասֆալտ չէր Որ տեսել։ գյուղն ասֆալտ տեսել, որ ձեր գյուղը։ Հա, հիմա դժգոհ չենք, շատ լավ է։ Զաթո փողոցները գեղեցիկ, այսինքն սաղ ծաղկազար։ Շատ գոհ ենք Ազիջան, շատ։ Ինձ մահից փրկել են, շնորհակալություն եմ հայտնում իմ բժշկուհուն։ Որտեղ է ձեր Մեր բժշկուհուն եմ հայտնում, որ ինքը հայտնաբերեց իմ հիվանդությունը, Գայանեն Չոբանյան։ Ու ուղարկեց Երևան, բոլոր տեսակի հնարավորությունները ստեղծեց, իմ սիրտը վիրահատեցին, ինձ փրկեցին մահից։ Նույնն էլ իմ ամուսնուն, մեր կառավարությունից, մեր առողջապահության նախարարությունից, որ այդքան բաներ արին մեր ժողովրդի համար։ Իմ ամուսնուն էլ 3 հատ ստենդերին, աչքերը վիրահատին, դժգոհ չենք։ Իրոք։ Անվճար էր դա։ Անվճար։ Ես ուզում եմ, որ ասենք բողոքինք, ասենք բողոքելու բան չկա, ամեն ինչ իդեալական է, Հա, ամեն ինչ լավ է, լավ է, Բան չի դժգոհ լինի, չենք։ ընտանիքում ոչ մի բողոք չի լինի։ Իհարկե լինում է։ Ոնց կլինի, որ ոչ մի բան չլինի Ազիջան։ Չէ։ Ամեն տեղ էլ Մենակ խաղաղությունը լինի, Արևիկ ջան, խաղաղությունը լինի։ Խաղաղություն, փառք Աստծո, էդ էլ կա։
Դելի դժգոհ չենք, չէ։ Իհարկե։ Խաղաղություն չկա, Հիմա կա։ ապագային ենք սպասում։ Ապագան էլ էլ արդեն տեսնենք։ տեսնենք։ Աստված ուզում է մեր հայ ազգին բարի աչքով նայի։ Այո, եւ նայում է։ Ես ուզում եմ մեր գյուղերը այնքան առաջ գնան, այնքան զարգանան, որ քաղաքից մարդիկ տեղափոխվեն գյուղերում ապրելու։ Ունակ ես քաղաքում հլնայի տատրակները, այս տատրակները ապրում են ստե բույնել այս եղևնու մեջ է ու ձակեր են, չէ հանել։ Աղջ երեխեքը որ տեսան փախցրեց զաքերին։ Աղունիկների նման են, տեսել ես Արևիկ ջան, հես են գալիս են։ Ձեր կյանքը ընդհանուր ոնց է անցնում։ Շատ Դուրս եք լավ։ գալիս, Հա, գնում ենք դաշտել, աշխատում ենք հիմա շոկա։ Մի քիչ։ դուք եկել եք։ Հա, չէ, նոր եմ գնում։ Հա։ Մի քիչ հովան գնի, հեսա պիտի այդանք էլի։ Այե գործամ ենք էլի Այս պահին զբաղվում։ ինչ եք անում դաշտում։ Կապ ենք անում։ Տերև ենք մաքրում, մովերը որ կապում են։ Հա, ինչի դաշտ է։ Այգու խաղողի։ Խաղողի, հա։ Արևի, Այո։ դու Թամարայի հետ կզրուցես, ես ձեզ կլուբնիկա հյուրասիրեմ։ Օ, կուտես կլուղ։ Հա, բա ինչի չուտի։ Ուզում եմ ձեզնից լսեմ, ըստ ձեզ, մարդկային շփումը որտեղ է ավելի լավ, քաղաքում թե գյուղում, որ սառած չի, էլի։ Իհարկե գյուղում ավելի համախմբված են։ Քաղաքում չեմ։ Քաղաքում տեսեք, հսկա շենք է։ Հա, դուրս են գալի մարդիկ իրար չեն առևտուրի, ճանաչում։ մանգալու ու վերջ։ Բայց գյուղում բոլորը մեկը մեկի ճանաչում է, բոլորը։ Այնպես մարդ չկա օրինակ գյուղում ես ճանաչեմ, որտեվ երկար ժամանակ աշխատել եմ գյուղապետարանում։ Ժողովուրդը մեր շատ խելացի, համախմբված, աշխատող, կապի մեջ են եղել անդադ։ Համեցեք։ Դու մի ժամանակ Սիրուն ելակներ են։ Հա, իրանք են աճեցնում։ Գյուղը այնքան շատ է հիմա այդ ելակագործությունը։ Ժողովուրդը բոլորը ունեն, էլի։ Աղջիկներ, եթե դուք ելակ շատ եք սիրում, եկեք Նորաշենում հարս։ Ճիշտ եմ չի ասում։ Օգտվեք, մի ամաչեք։ Մենք ամեն օր օգտվում ենք Ազիզ ջան, այդ հենց նորա Շատ բերել։ շնորհակալ եմ։ Դաշտից նորա բերել ես։ Հա։ Ժողովուրդ շատ են արդեն այդ ելակները։ Դու մի Արի, լավ թո ամբերել անջատիկ ես մի մեջը, կտանեքները։ Տեսնում եք մեզ ինչքան լավ են ընդունում։ Արևիկ ջան, մենք հարևաններով տենց ենք, ով ինչ ունի, այդ ժամերին որ գալիս է, այսպես լվանում է, հանում է դուրս, նստում ենք, հյուրասիրվում ենք։ Արմինեն բաներ, գիլասեր բերել մեզ, շլորեր բերել։ Հիմա մենք կլուբնիկա հյուրասիրենք իրան։ Բոլոր իրար հետ տենց կապված են։ Հարևանների մեջ թշնամություն չկա։ Չէ։ Սես բան չկա։ Իրար հետ շփում չունենան, Ժողովրդի Արևիկ ջան, ժողովրդի բարությունից։ Աշխատող տանջված ժողովուրդ են, ինչ թշնամություն։ Մեկը մեկի վատը չի ցանկանում, ոչ Երբեք։ մեկը։ Թո բոլորն էլ լավել են, այդքան տանջվում են, չարչարվում են, արարում են, թո ստեղծում են, թո հալալներն էլի, ինչ չարություն էլի։ Մի հատ անեկդոտ հիշեցի։ Ասում է, իմ դարձերը քիչ էր, հարևանս էլ ավտո առավ։ Բա տենում ես, այդ է արդեն չարություն է։ Չէ, էս բան չկա։ Էս բան չկա։ Եթե հարևանս լավ է, մենք ուրախանում ենք։ Իհարկե, չէ՞ որ։ Թո բոլորն էլ Հարևանի լավից մենք էլ ենք օգտվելու, չէ՞։ անպայման, հա, բա ոնց։ Բա այնպես որ ժողովուրդ ջան կոչ ենք անում, սիրով եղեք ձեր հարևանների հետ, համերաշխ եղեք միմյանց հետ։ Սիրով ենք, իրոք սիրով ենք։ Այո, ելակի նման քաղցր հարաբերություններ ունեցեք, չէ՞։ Ապրեք։ Ու սիրով ապրենք, ես աշխարհից ինչ են տանելու մեզ հետ։ Ոչինչ։ Կյանքն այնքան կարճ է, որ այդ կարճ ժամանակահատվածում մենք ամեն ինչը պետք է դասավորված, կազմակերպված ապրենք, որ հասցնենք մինչև վերջ։ Բայց մենք չենք հասկանում, որ կյանքը շատ կարճ է։ Դա հասկանում ենք, երբ որ ինչ-որ մի բան կորցնում ենք։ Հա, ճիշտ է, հա։ Հետո հասկանում ենք, որ պետք է ժամանակին գնահատել։ Այո։ Թե կյանքը, թե մարդկանց ներկայությունը մեր կյանքում, չգիտենք, վաղը չէ մյուս օր ինչ է լինելու։ Ճիշտ է։ Ասում եմ, եկեք իրար սիրենք, իրար հետ սիրով լինենք, որովհետև չգիտենք, վաղը գլխներիս ինչ։ Ոչ ոք չգիտի, թե հեսա մի րոպե, 5 րոպե հետո իր գլխի գալիքը, ոչ մեկս։ Այս ամեն ինչը ոնց որ անակնկալներ հատուցի մեզ։ Էս աբալա։ Շնորհակալ ենք շատ ձեզնից։ Մենք էլ ենք ձեզանից շնորհակալ, մեր սիրելի Արևիկը, այնքան հաճույքով եմ նայում։
ձեր բոլոր այդ հաղորդումները։ Ես չիմացա։ Արարատով։ Հա, ուրեմն ես ես չեմ։ Չունեք։ Չէ։ Ամեն անգամ նայում եմ շատ մեծ սիրով։ Հաճիկով նայում եմ իրոք։ Ես անընդհատ մեր հաղորդումներում ձեզ կհիշեմ։ Հազի ջան, մենք էլ ձեզ։ Բատրամա, տեսամ ասում ախ, չես մեր արևիկը չի։ Վայ, արևիկ ջան։ Համար չճանաչեցի։ Դա չեք պատկերացնի, ինչքան լավ է սիրված լինելը։ Երբ որ մարդիկ քեզ չեն ճանաչում, հաղորդումները նայում են, բայց արդեն ճանաչում են։ Հա, ճանաչում ենք։ Հետո իրականում տեսնում են, էլի կարծիքը չեն փոխում, ասում են, այս մարդը ոնց կա հաղորդումների մեջ։ Նույն ձևը։ Հա։ Ոչ մի այնպես կեղծավորություն չկա, էլի։ Հա, իրոք։ Մի երեխա ասում է, Արևիկ, արտաշատիները քցիվ է, ինձ է հարցնում։ Չէ։ Նորաշենի երեխեքից։ Ասում եմ, չէ, արտաշատիների նման հյուրասեր ու առատաձեռն բնակիչներ չկան։ Արևիկ ջան, լավ ու վատ բոլոր տեղերում կա։ Այնպես չի, որ էդի բացառություն է այդ գյուղում կամ այն գյուղում։ Բոլոր տեղերում էլ կան, էլի լավ ու վատը։ Ես ուզում եմ, որ այն որ ասում են գյուղ չկա, չէ, որ շունչ չլինի։ Ես ուզում եմ մեր բոլոր գյուղերում լավ մարդիկ շատ լինեն։ Իրոք։ Շատ լավ են մեր ժողովուրդը։ Դուք մեքենայով չեք։ Դե ես կդնեք մեքենան հենց այդ ամանով։ Վայ։ Հա։ Այդ չեմ դատարկի գլխ։ Հենց ամանով։ Հա, ամանով Հա, դե կուտեք ճանապարհը։ Չէ։ Ճանապարհին կուտեք, ոչինչ։ Հենց ամանով տարի։ Երեխաներ, հիմա ես ուզում եմ իմ մանկությունը վերհիշեմ, կօգնեք ինձ։ Եկեք խաղանք գործնա գործ։ Մեր բարբարով ասում ենք միչի։ Բա դուք ինչ եք ասում այդ խաղին։ Որսորտու բադ։ Ահա։ Հիմա ցելա ենք անում։ Տեսնենք ով է մտնելու մեջ ու ովքեր են մեջ մտնողին խփելու։ Լավ։ Ցելա։ Վայ, ես։ Դու գնային քո անուն ի՞նչ է։ Մոնթենես։ Դու Ռոբերտ գնա այնտեղ կանգնի, ահա, դու էլ այդտեղ կանգնի, հիմա, տեսնենք ոնց է Արևիկը խաղում գործնա գործ, դե, խփի։ Սիրելիներս, բնակիչները ասացին, որ այս տարածքում տարիներ առաջ եղել է մեծ եկեղեցի Սուրբ Մարիամ Աստվածածին անունը կրող, բայց ցավոք այդ եկեղեցուց մնացել է ընդամենը այս մատուռը։ Ձեր անունը ի՞նչ է։ Ռուբիկ։ Ահա, պարոն Չոբանյան, հա։ Ահա, պարոն Չոբանյան։ Հա, ասազի ջան։ Որ թվականից եք Նորաշենում ապրում։ Ես ծնվածօրվանից եմ ապրում 1956 թվականի հունվարի 5-ին Հիսուսի ծննդյան օրը ծնվել եմ ու 70 տարի այս գյուղի մեջ եմ։ Տունը դուք եք կառուցել, թե։ Չէ, հերս է կառուցել։ Հերս 4 աղբեր ենք ելել։ Այն ժամանակ հերս չէր իմանում որ հող կտան, բան կանեն։ Այս տունը սարքել է որ 3 աղբերը վերևը մնան, մեկը ներքև իրանց մոտ մնար, էլի։ Հերս է սարքել այս տունն, էլի։ Եկել ենք տեսնենք ինչ կա, չկա։ Ինչ մտալի։ Ես ցանկանամ գիտես ինչ։ Կարճ կասեմ, ցանկանամ բոլորին առաջին առողջություն, մեկ էլ գիտես ինչ, մի քիչ խեղճ ժողովրդին մի քիչ նայեն, էլի, ուրիշ բան չեմ ուզում, թե ով կնի թագավոր, ով չինի, թող այնպես անի, որ հայ ազգը ոչ թե հետ է թա, այլ առաջ է թա, առաջընթաց ունի, որի մեջ մտնում է դա թոշակների բարձրացումն է, էսա, այնա, եւ ան շատ հարցեր կան, էլի, այդքան բան կցանկանամ նորընտիրը ղեկավարը ով որ կլինի, մի քիչ ժողովրդին նայեն, մեղք ժողովուրդն էլի։ Ես էլ կուզեմ որ կովի կներես էլի անասուն երացած ինչա $2000 փող եմ ծվել որ մի հատ անասուն առան իմ տան մածուն բաները ալնի։ Խաղես ան $2000 որտեղից աշխատենք մենք։ Հələ ես ունեմ առան, բայց ուրիշներ ուզում են առնեն, բայց չկա փող չկա ազի։ Թանկացել է ամեն ինչ։ Հա, թանկացել է։ Պարոն Ռուբիկ, Նորաշենը լավ գյուղ է։ Շատ, ընտիր գյուղ է, ընտիր։ Ինչով է ընտիր օրինակ։ Դե գիտես ոնց, բան մեր գյուղի ժողովուրդը ուրիշ գյուղի ժողովուրդների համեմատ տարբերվում են, էլի, տարբերվում են ցավը տանը։ Ես չեմ ասում Վերին Արտաշատը բադ գյուղ է կամ Դվինը բադ, բայց դե մերը ես ավելի շատ եմ սիասի իմ գյուղը։ Ես շատ գյուղերում եմ եղել ընկերությունն այս այնա, այս գտել եմ որ ամենալավ գյուղը մեր գյուղն է։
Այս ձեր արևի ջան։ Ճիշտ եք։ Ես էլ եմ սիրում ձեր գյուղը շատ։ Շատ ուրախ եմ ազի ջան։ Պարոն Ռուբիկ, նոր ձեր հարևանի տանն էինք, ինքը ցույց տվեց, որ տարածքում հին եկեղեցի է Ահա, եղել։ շատ վաղուց եկեղեցի է, վաղուց։ Դուք տեսել եք այդ եկեղեցին, թե չեք տեսել։ Դե ո՞ց իմ հարևանն ոչ եմ տեսնում։ Չէ, մինչև քանդել է։ Չէ։ Այդ քանդելու համար ես քեզ ասեմ, այն ժամանակ կոմունիստական կուսակցությունը որ առաջ եկավ, այդ ժամը բանը վերացրին, հասկանում ես։ Հիմնատակային։ Օրինակ համար այս մեր հարևանը դուրը հանելա դրելա մեջքին բերելա որ բան անի իջացնի իրացուն այս կողքի հարևանը Սիսակայելի անունը ուրեմն դուրը մեջքից չի փոկվել լուրջ եմ ասում առանց կատակի նորից իրան ասել այ տար հետ տեղը քարերը գողացան տարան ակումբ սարքինի բրցեն այն իմ քերես էլի էսենց կոմունիստեր բանը թևերի տակաճաճրոց яра լավ էլի բանը հեքումնության բան ժամի պատճառով բուժվավ էլի ուզում եմ ասեմ եկեղեցին որ կա այդ ճիշտ բան է էլի Ճիշտ է, եկեղեցին չի կարելի քանդել։ Չի կարելի քանդել ազի ջան Չեն հասկացել այն ժամանակ Այն ժամանակը եկեղեցիները պահեստի էին վերածում։ Ահա, ապրես ազի ջան։ Քանդում էին։ Պետք է ոչ թե մենակ եկեղեցին հարգել, պետք է հարգել Աստծուն, Աստծո զորության մեռնեմ, Հիսուսին։ Ինչով ես ձեզ հյուրասիրեմ։ Այնքան մեզ այսօր հյուրասիրեցին, թե ելակ, թե գիլաս, թե սուրճ, ամեն ինչ մեզ Նորաշենում հյուրասիրել են։ Անուշն է ազի ջան։ Այնքան լավ գյուղ է, ես հիացած եմ Նորաշենի բնակիչներով։ Տղերք, ինձ կասեք, ինչով եք սիրում զբաղվել։ Ֆուտբոլով։ Ֆուտբոլ եք պարապում։ Վայ, որտեղ։ Փյունիկ։ Ուրարտու։ Օ, փաստորեն հասնում եք Երևան երեխեք։ Շատ լավ է։ Ես էլ ասում եմ Ռոբերտ, ինչի համար է ուժեղ խփում։ Դու մի ասա ֆուտբոլիստ ես։ Ինչքան ժամանակ է ֆուտբոլ ես պարապում։ 6 տարի։ 6 տարի։ Մաքրան տարեկան ես։ Բա դու քանի տարի է պարապում ես։ 5 տարի, հիմա քանի տարեկան ես։ 8 3 տարեկանից։ Ես վստահ եմ, որ դուք դառնալու եք Հայաստանի ամենասիրված ֆուտբոլիստները։ Այն որ փոքրիկները հետո ձեզ տեսնելու են ու ձեզնից օրինակ են վերցնելու, ցանկանալու են ձեզ նմանվել։ Միշտ ֆուտբոլով կզբաղվեք, լավ։ Երբեք չթողնեք ֆուտբոլը։ Պարոն Սեյրան, հիմա մեզ սովորեցրեք գինին բացել առանց բացիչ։ Առանց խցանահանի։ Մի մատով։ Ոնց։ Այդ այդպես։ Շատ պրիմիտիվ պահա։ Գինին վերցնում եք ձեռքդ։ Ֆրստում ես։ 1 2 3 4 5 6 7 Նад обратный. Ձրիչ մատով սեղում ես ուրախ եմ որ եկել եք Նորաշեն համայնք թող ձերի գալը բարի լինի մենք էլ ինչքան կարող ենք ձեզ օգնել ձեր կենացը ձեր չարչարանքը թող ապաշխարանք լինի ոնց են ասում Ռոմանի օջախն էլ միշտ շեն լինի ապրես Ռոման ջան Այո Աշոտ ջան Գոհ ենք, շնորհակալ ենք, գնահատում ենք Տան դռները միշտ բաց են ձեր առջև Համեցեք Նորաշեն համայնքի Ապրեք դուք Ժողովուրդը բարեհամշուր է Շատ անասելի խոսքեր չկան Գյուղի վերևում գտնվող այս հուշահամալիրը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների սուրբ հիշատակին Կռիվներում ընկան նրանք ամեն մեկը մի տան ջրակ ամեն մեկը մի մոր որդի ամեն մեկը անգին մի կյանք նրանք ընկան կռիվներում բայց ապրում է հոգին նրանց ապրողների հոգիներում Սերոբ Վաղարշակի Վարդանյան Ծնվել է 1990 թվականին, զոհվել է 2020 թվականին։ Հարություն Երջանիկի Կիրակոսյան Ծնվել է 1970 թվականին, զոհվել է 2020 թվականին։ Վառ հիշատակ տղերք։ Իմ շատ սիրելի նորաշենցիներ, աշխարհի ամենաընտանեկան կապը F-Net Telecom-ը հասանելի է նաև ձեր բնակավայրում։
մի հապաղեք, օգտվեք F-net-ից, որովհետև F-net-ն ունի ամենաարագ կապը, շատ հեռուստաալիքները, F-time հարթակը, խելացի լուծումները, այլ մանրամասների համար զանգարեք ընդամենը 89-88 հեռախոսամարով եւ կօգտվեք ընկերության բոլոր ծառայություններից։ Եթե ձեզ դեղորայք պետք լինի, զանգահարեք նշված հեռախոսամարով եւ Emily Farm-ից պատվիրեք։ Իմ հաշվարկով ժամը 12:30-ից մինչեւ 18:00 մենք Նորաշենում էինք։ Աշոտ, ոնց անցավ։ Շատ լավ։ Այնքան գոհ եմ ես ձեզնից, իմ սիրելի նորաշենցիներ, չեք պատկերացնի։ Աշոտին այսօր ասում եմ, Աշոտ, արի քեզ լավ գյուղ եմ տանելու։ Աշոտն էլ, ինչպես միշտ, սիրահարվեց Նորաշենին։ Աշոտին, որ գյուղ տանում եմ, սիրահարվում է այդ գյուղին, ասում է, վերջ, ես մնում եմ այստեղ, Արևիկ, դու գնա։ Միշտ իրեն թողնում եմ, ես գնում եմ Երևան։ Բա հայրենակիցներ ջան, տեսնում եք, որ գյուղերում սեր կա իրոք։ Մարդիկ մեզ սպասում են, երջանկանում են, երբ որ տեսնում են, այնպես որ սպասեք մեզ ձեր բնակավայրերում։ Մի մոռացեք մեկնաբանություններում գրեք, թե որտեղ այցել են Արևիկն ու Աշոտը։ Դե ցտեսություն եմ մաղթում իմ ամենասեր Նորաշենից։